Մայրաթոր Սուրբ Էջմիածնում կաղանչեքից առաջ վերջին պատրաստություններն են։ Տարեմուտից առաջ ավանդական կաղանչեքի բոլոր պատրաստությունները 6-րդ լսարանցիների ուսերին են։ Կաղանչեքը առաջին հնարավորությունն է տալիս ուսանողներին պարզ, ազատ ու անկեղծ կերպով շփվել հոգևորականների հետ։ Թերևս 6-րդ լսարանցիների համար տարբերվում է այնքանով, որ այն վերջինն է առաջին հերթին եւ ամենաբուրն է, որտեղ բուն մասնակիցներն են նրանք այդ արարողությանը։ Չափազանց ուրախալի է, որ տարին սկսում է նման հետաքրքիր եւ նման ուրախալի նոտայով եւ բնականաբար ուսումնական տարվա վրա նաեւ պետք է սա զիկիսամյակի վրա ամբողջապես գրեթե այս հանդիսությունը ստանձնում են 6-րդցիները մեր եւ հումորային հատվածը եւ բնականաբար նաեւ գեղարվեստական հայտագիրը եւ ուրախալի է, որ իրենց առաջին ինքնուրույն աշխատանքն է որպես ամբողջություն եւ այս նույն ոգիով նրանք շարունակելով ճեմարանին համախմբող ուժ են դառնում։ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ տոնական միջոցառմանը մասնակցում են Մայրաթորի բոլոր միաբանները, ճեմարանի դասախոսները, տեսչական կազմն ու ուսանողները։ Արդեն տարիներ շարունակ կաղանչեքի մշտական հյուրերն են նաև նագաշյանուհիները։ Կաղանչեքի հյուրերի համար օրվա ամենասպասված պահը միջոցառման հումորային հատվածն է։ Տղաներն այսօրվան պատրաստվում են ամբողջ տարի ուշի ուշով հետևելով տեսչական անձնակազմի, դասախոսների եւ միաբանների բոլոր քայլերին, խոսքերին, միաբանության ներսում կատարվող իրադարձություններին։ Միաբան պարոն Գնունի միջև հիմա հավատացած է, որ երեխաներին գտնում են ոչ թե կաղամբից, այլ կճուճից։ Ըստ New York Times ամսագրի վարձակալության են տրվում Չոբանքյարայի պահեստները։ Բացետը ներառում է անվճար աշխատուժ, բարձրագույն մագիստրոսական կրթություն։ Հնագետները Տիկի Պարոնյանի պայուսակից գտել են օպերի ամորտիզատորներ։ Վերջերս ճեմարանում կազմակերպված նկարների ցուցահանդես վաճառքի ժամանակ
Հայր Նրսեհը երկար սակարկելուց հետո գնել է իրից նկարած նկարը։ Տոնական տրամադրությունը, հումորն ու նվերները իհարկե օրվա սպասված մասն են, բայց տղաները խոստովանում են, որ ամենակարևոր պահը տարեմուտը միասին դիմավորելն է։ Իմանալը, որ քիչ անց մայր տաճարում դարձյալ միասին գոհաբանական աղոթք պիտի բարձրացնեն ու շնորհակալ լինեն Աստծուն տարվա կարևոր ձեռքբերումների համար։ Մարիոն Ագաշյանը կամ ինչպես ընկերները նրան անվանափոխել են Արմանը, Բրազիլիայում է ծնվել, այնտեղ է ապրում նրա ընտանիքը։ Մարիոն ճեմարան է ընդունվել 3 տարի առաջ, ամանորին միշտ տուն էր մեկնում, բայց այս տարի որոշումը վերջին պահին փոխել է։ Բայց այս տարի ասում են, չէ, այս տարի պիտի մնամ, պիտի նայեմ ինչպես մասնակցում են, ինչպես նշում են, եւ մինչեւ հիմա ինչպես տեսա շատ հետաքրքիր է, շատ գեղեցիկ է, ժողովուրդը շատ ուրախ են, համար շատ կարեւոր են։ Եվ ինչպես իմ ընտանիքը հիմա այստեղ է կարելի ասել, որ այստեղից մեծ ընտանիք ունեմ, որ ինձ շատ օգնում են եւ այս օրերը շատ ուրախ եմ անցնում։ Գեղեցիկ է այն, որ այստեղ այս տանիքը գմբեթ է եւ ոչ թե հասարակ տանիք, իսկ գմբեթը միավորում է բոլորին եւ դրանով մենք բոլորս լինում ենք մեկ եւ այսօր այդ ուրախությունը մեր բոլորին է, այլ ոչ թե մեր ամեն մեկին է առանձին։ Կաղանչեքին հնում միմյանց ընծաներ են փոխանցել, մայրաթոռում ավանդույթը չեն խախտում։ Միջոցառման ավարտին վիճակահանությամբ օրվա բախտավորները նվերներ են ստանում։ Աստղիկ Հակոբյան, Գևորգ Հավաքյան, Եկեղեցական կյանք։ Այս գեղեցիկ ավանդույթը Սևանի Վազգենյան դպրանոցը չի խախտել հիմնադրման առաջին իսկ օրվանից։ Հունվարի 13-ին այստեղ են հավաքվում նախկին եւ ներկա բոլոր սաներն ու դասախոսները միասին նշելու ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Տոնական ծրագիր, երաժշտություն, ասմունք, բարեմաղթանքներ, հումոր։ Ծրագիրն ամեն տարվա պես կազմում են դպրանոցի սաները։ Սիրելի ձմեր պապիկ, ուզում եմ, որ այս տարի իմ ժամերն ավելացնես։ Տիկին Պարոնյան, սիրելի ձմեր պապիկ, ուզում եմ, որ այս տարի Գրիգորյանի ժամերը չավելացնես։ Նախկինում այստեղ ուսանած հոգևորականները վերհիշում են իրենց ուսանողական տարիները, իրենց պատրաստած կաղանթչեքը, վերապրում հին ու բարի ժամանակները։ Այս միջոցառումը մեզ համար գեղեցիկ առիթ է անդրադառնալու նախորդ տարվա մեր ամբողջ ընթացքին, նվաճումներին, ձեռքբերումներին, ինչու՞ չէ նաև արձանագրելու թերացումները։ Ինձ համար անձնապես հունվար 13-ը միշտ լավագույն առիթ է նորոգելու հիշողությունները Սևանի ճեմարանի հետ, Սևանի դպրևանքի հետ, որովհետև ապրել 4 կամ 5 տարի Սևանում նշանակում է անքակտելիորեն կապվել եւ կղզու հետ եւ կղզում եղած սրբությունների հետ եւ որ ամենակարևորն է ըստիս այն մեծ տեսլականի հետ, գաղափարի հետ, որ հիմք է հանդիսացել Սևանի ճեմարանի ստեղծման համար։ Փոխվում են հյուրերը, դասախոսներն ու սաները, սակայն նույնն է ոգին ու վարակիչ ջերմությունը։ Վազգենյանը բոլորիս տունն է, այստեղից ուժ, եռանդ ու ոգևորություն ստանալով նոր լիցքով ու տրամադրությամբ պիտի շարունակենք մեր ծառայությունը, ասաց դպրանոցի տեսուչ Տեր Հարություն Աբեղակիրակոսյանն ու բարի տրամադրություն մաղթեց։ Մեզ համար որոշակի կսմիթներով, որոշակի նկատառումներով, մատնանշումներով ուսանողները ինչ-որ կերպով ուղղորդում են, թե ինչպես պիտի զարգանա դպրանոցի կյանքը, որը նաև դրական մթնոլորտ է ստեղծում եւ դրական ընկալումները պատճառում եւ պարգևում։ Ավանդաբար այս միջոցառմանը վիճակահանությամբ խորհրդանշական նվերներ են բաշխվում։ Մերի Հովսեփյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Յուրաքանչյուր տարեսկզբին առաջին աշխատանքային օրը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում աշխատող անձինք հավաքվում են միմյանց ու ամենայն հայոց հայրապետի ամանորն ու Սուրբ Ծնունդը շնորհավորելու։ Ավանդաբար շնորհավորական խոսք է ասում որևէ կառույցի ղեկավար։ Այս անգամ ներկաներին շնորհավորեց Մայրաթորի Հովանու ներքո գործող Իզմիլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը։
Նա խոսեց 2015-ի նվիրական տարվա մասին, երբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներ տեղի ունեցան, որոնց պսակը եղավ ցեղասպանության զոհերի սրբադասումը։ Պարոն Չարչյանն իր որդիական խոնարհումը բերեց Հայոց Հայրապետին բոլոր այն ձեռնարկների համար, որոնք նա գլխավորում է։ Մայրաթորի աշխատակիցներին հայրական գնահատանքի խոսք ուղեց Նորին Սրբությունը, շնորհակալություն հայտնելով բոլորին իրենց նվիրական ծառայության համար, կարևորեց այս գեղեցիկ ավանդույթի պահպանումն ու խոսեց 2016 թվականի անելիքների մասին, որոնցից առանձնացրեց մեր երկրի անկախության 25-ամյակի տոնակատարություններն ու եկեղեցական կյանքում կայանալիք 3 խոշոր միջոցառումները՝ ազգային եկեղեցական ժողովի գումարումը, Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս առաջին պապի այցը Մայրաթոր, Վեհարանի նոր շենքի բացումը, ինչպես նաև մի քանի նոր շինությունների հիմնարկեքը։ Ալեք եւ Մարի Մանուկյան մատենադարանի հարևանությամբ վարչական նոր շենք կկառուցվի, կբացվի Թումո ստեղծարար կենտրոնի Էջմիածնի մասնաճյուղը։ Հավատում ենք, որ յուրաքանչյուր բարի գործ արժանանում է մեր նախնիների օրհնության, մեր հայրերի օրհնության, իսկ այդ օրհնությունը եւ վերջանք է, եւ ուրախություն է, եւ ցնծություն է, եւ հաջողություն է մեր կյանքի։ Ուրեմն արժանի լինենք մեր հայրերի օրհնությանը, մեր կյանքով, մեր աշխատանքով։ Նորին Սրբությունը խաղաղություն մաղթեց հայրենիքի սահմաններին, բարի ծառայություն զինվորներին ու համբերություն հայ ընտանիքներին, ներկաներին ուժ ու եռանդ մաղթեց, հույս հայտնելով, որ այս ջերմ հանդիպումից հետո նոր մտքեր ու ծրագրեր կծնվեն, որոնք կծառայեն մեր երկրի բարօրությանն ու շենացմանը։ Մերի Հովսեփյան, Մեսրոպ Ավետիսյան, եկեղեցական կյանք։ Եվ երբ ութ օրերը լրացան եւ նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում։ Ղուկաս ավետարանչի այս տողերի համաձայն յուրաքանչյուր տարի հունվարի 13-ին Սուրբ Ծննդյան 8-րդ օրը հայ եկեղեցին նշում է Տիրոջ անվանակոչության տոնը։ Հիսուս եբրայերեն բառ է, որ նշանակում է փրկիչ, իր մեջ ամփոփելով այն ողջ սիրո վկայությունը, որն Աստված ստացում է մեղավոր մարդկության նկատմամբ։ Փրկչի անվանակոչության տոնին հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ։ Այս տոնը կոչվում է նաև հայտնության, քանի որ ինչպես Հիսուսի ծննդյամբ եւ մկրտությամբ, այնպես էլ անվանակոչությամբ բացահայտվեց Աստված հայտնության խորհուրդը։ Մայրտաճարում պատարագիչն էր Մայրաթոր Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։ Իր քարոզում Սրբազան հայրը շեշտեց, որ անվանակոչության տոնը վերաբերում է յուրաքանչյուր քրիստոնյայի։ Մենք կոչվում ենք քրիստոնյա, եւ այդ անունն էլ ցույց է տալիս, որ Քրիստոսի հետևորդներն ենք։ Տիրոջ անվանակոչությամբ կարևորվեց նաև մարդու անձնական անունը։ Յուրաքանչյուր անուն իր ստուգաբանությունն ունի, եւ նրա իմաստն ու խորհուրդը ողջ կյանքի ընթացքում որպես կնիկ ուղեկցում են մարդուն։ Այդ է պատճառը, որ հաճախ երեխաներին կոչում են սրբերի անուններով, հայցելով նրանց բարեխոսությունը։ Մյուս կողմից էլ տվյալ անձը պիտի գիտակցի իր անվան խորհուրդն ու ապրի արժանի վարքով։ Նշան Աբասյան, Հայկ Պետրոսյան, եկեղեցական կյանք։ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում են հավաքվել սիրիահայ փոքրիկներն ու նրանց մայրերը։ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հույսի միավոր սիրիահայ տիկնանց միությունը նրանց համար ամանորյա տոնախմբություն էր կազմակերպել։ Սիրիահայ համայնքը իր մասնակցությունն ունի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բոլոր նախաձեռնություններին։ 2012 թվականից եկեղեցու հոգևոր հովիվը Տեր Գրիգորը նաև Հայաստանում ապաստան գտած սիրիահայերի հոգևոր պատասխանատուն է։ Գրանցած գրեթե 100 ընտանիք ունենք, որոնք մշտապես այցելում են մեր եկեղեցի եւ ամեն ուրբաթ արդեն արևմտահայերենով իրենց քարոզ է արվում։ Պահում ենք նաեւ իրենց ավանդույթներ, որտեղ գեղեցիկ ավանդույթներ ունեն իրենք ձևավորված իրենց համայնքից ներս եւ փորձում ենք օգտակար լինենք իրենց, որպեսզի իրենք օտար չզգան այստեղ։ Հույսի միավոր սիրիահայ տիկնանց միության ղեկավար Տիկին Զարուհին 12 տարի Հալեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տիկնանց միության անդամ է եղել։
Ասում է Հայաստան տեղափոխվելուց հետո ամեն ժամ մտածել է եկեղեցում իր ծառայությունը շարունակելու մասին։ Խոստովանում է, հայաստանյան առօրյային արդեն հարմարվել է, բայց չի մոռանում Հալեբն ու հատկապես հալեպահայերի ամանորը։ Լենա Յակոբյանն էլ է հալեպահայ, ամանորյա միջոցառման պատրաստություններին նա էլ է մասնակցել սիրիահայ մյուս կանանց հետ ներկայացնելով իրենց ավանդական քաղցրավենիքը։ Սիրիահայերի ամանորյա սեղանների համար հատկապես կարևոր է քաղցրեղենը։ Մենք գիշերը երբ գնստինք ընթրիք կնենք, 17-ի երբ կմոտենա ժամը, այդ ջաշի սեղանը կվերցնենք եւ բդղասեղան եւ թորթերու դեսակ կտնենք, որբեսի քաղցր թիմավորենք դարին։ 12 երբ կլա, լույսերը նախ 2 վայրկյան առաջ գանչադենք եւ վերջը երբ 12 եղավ, լույսերը կփանանք եւ հայմերով նոր դարին կմտնանք։ Ամանորյա միջոցառման ամենահաճելի գործը նվերները բացելն է։ Սիրիահայ շուրջ 40 փոքրիկների համար Արարատյան հայրապետական թեմը նվերներ էր պատրաստել։ Աստղիկ Հակոբյան, Վարդգես Մանուկյան, Եկեղեցական կյանք։ Զրնգուն եւ ավետաբեր ղողանջում են Կոնդի Սուրբ Հովանես Մկրտիչ եկեղեցու զանգերը։ Բաքում հավաքվածները ցնծությամբ դիմավորում են Մայրաթոր Սուրբ Էջմիածնից տարին 1 անգամ դուրս բերվող Հովանես Մկրտչի սրբազան մասունքները։ Շարականների երգեցողությամբ, հոգևորականների եւ հավատացյալների ուղեկցությամբ մասունքը ներս է բերվում եկեղեցի։ Սուրբ Կարապետ կազմած պսակ 7 անուն ունես, տեսակ, 7 անվան տեր, Սուրբ Կարապետ։ Ժողովրդական երգերի, խաղերի ու տաղերի առատությունը վկայում է այն մասին, որ Հովանես Մկրտիչը մեր ամենասիրելի սրբերից է, անապատում կանչողի ձայն, ճանապարհ պատրաստող, մարգարեներից ամենամեծը, Կարապետ։ Հայ մատենագրության մեջ նաև այս բնորոշումներով է հայտնի Սուրբ Հովանես Մկրտիչը։ Սուրբ Կարապետը դարերի խորքից եղել է որպես նույնիսկ խորհրդանիշ հայոց աշխարհի։ Ինչի համար, որտեղ որ ունենք հայոց պատմությանը հազարամյակների խորքից հայոց աշխարհը ժողովուրդը եղել է կարծես Կարապետ Տիրոջ առջև։ Բոլոր տոների իմաստը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, որի միջոցով ստեղծվեց ամեն բան, որի համար ստեղծվեց ամեն բան, եւ որը բովանդակում է ամեն բան մեր կյանքում։ Ցանկացած քրիստոնյա մարդու համար Սուրբ Հովանես Մկրտիչը մեծագույն սուրբ է եւ նրա հետ կապված ցանկացած տոն, առավել եւս ծննդյանը, այս տոնակատարությունը մեծագույն սերով եւ հարգանքով եմ եկել, մեծագույն նվիրումով եւ խոնարհումով։ Հովանես Մկրտիչը Աստծո թագավորության նախավկան Կարապետը եղավ։ Նա էր, որ ավետեց Հիսուսի գալուստը, հորդորելով ապաշխարության պատրաստվել Տիրոջ գալստյանը։ Նրա գործունեության գագաթը Քրիստոսի մկրտությունն էր։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնվածների մեջ Հովանես Մկրտչից ավելի մեծը չի եղել, ասում է Քրիստոս։ Սուրբ Հովանես Մկրտչի կոչը, որը հնչեց հրյաներին, արդիական է նաև այսօր։ Նա կոչ արեց ապաշխարության։ Եվ սիրելի բարեկամներ, մենք բոլորս այդ ապաշխարության կոչը պետք է այսօր էլ լսենք եւ ընդունենք։ Կոնդի Սուրբ Հովանես եկեղեցում տոնական պատարագը մատուցվեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ arczepiskopos Կճոյանի հանդիսապետությամբ։ Տոնի խորհրդին հաղորդակից դառնալու համար մայրաքաղաքի տարբեր համայնքներից այստեղ էին եկել բազմաթիվ հավատացյալներ։ Ըստ պատմական աղբյուրների 4-րդ դարում Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է Հայաստան բերել Հովանես Մկրտչի մասունքները։ Պատմական Հայաստանում սրբի անունը կրող բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ են կառուցվել, որոնցից ամենահռչակավորը Մշո Սուրբ Կարապետն է։ Մեր օրերում էլ շարունակվում են Պաշտելի Սրբի անունով եկեղեցիներ կառուցվել։ Մայրաթորից բերված սրբազան մասունքը Կոնդի եկեղեցում մնաց մինչև օրվա ավարտը, հետո կրկին հանգրվանեց իր մշտական վայրում։ Լուսինե Բալյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։
Մեկ օր վաղ առավոտից մինչ ուշ երեկո Մայրաթոր Սուրբ Էջմիածնի բոլոր հայորդաց տների սաները տոնական ելույթ են ունենում իրենց հասակակիցների համար։ 1993 թվականից մինչ այսօր ամեն տարի ամենայն հայոց հայրապետի օրհնությամբ հանդիսությանը ներկա գտնվող երեխաները նաև նվերներ են ստանում։ Բարեգործական համերգին հիմնականում հրավիրվում են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները։ Ամեն տարի հայորդաց տների գեղարվեստական ղեկավարները ջանում են, որ հանդիսությունը բովանդակային նոր ասելիք ունենա։ Այս տարի հանդիսության առանցքը Քրիստոսի սերմնացանի առակն էր։ Երեխաները հատվածաբար ներկայացնում էին այն, փորձում իրենց հասակակիցներին հաղորդակից դարձնել առակի գաղափարին, հորդորներին։ Այդտեղ ներկայացվում է, որ ինչքան տարբեր կարող են լինել մարդիկ հավատում են Աստծուն, մի փոքր դժվարությունից հետո էլ չեն հավատում կամ մնացածը փողի եւ այդ իշխանության համար ուրանում են Աստծուն։ Ես մարմնավորում եմ հրեշտակ, երկրորդ հրեշտակ, որ բոլոր մարդկանց խրատներ է տալիս, ուսուցանում է պատվիրանները Հիսուսի, ասում է, որ միշտ պետք է բարի լինել, աստվածասեր, բարեպաշտ, պետք չէ եւ փողը չի բոլոր հարցերը լուծում կարգավորում։ Հայորդաց տների տեսչական եւ մանկավարժական կազմը ջանք չի խնայում, որ այս երեխաները իրագործեն ամենայն հայոց հայրապետի փափագը, դառնան Աստծո սերմերը տարածողները։ Տոնական համերգն ավարտվում է ինչպես միշտ ամենասպասված հյուրերի Ձմեռ պապի եւ Ձյունանուշի այցով։ Լուսինե Բալյան, Վրամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։ Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս Զորավարի տոնը եւ երիտասարդների օրհնության օրը Հայ առաքելական եկեղեցին այս տարի կնշի հունվարի 23-ին։ Տոնին ընթառաջ Արարատյան հայրապետական թեմը կազմակերպել էր Մամլո Ասուլիս, որի ընթացքում Տեր Եսայի Քահանա Արթենյանն ու Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական համակարգի պատասխանատու Էլզա Մանուկյանը խոսեցին տոնի կարևորության մասին եւ ներկայացրեցին միջոցառումների ժամանակացույցը։ Արդեն 11 տարի Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Սրբազանի օրհնությամբ ու նախաձեռնությամբ Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում բացի ծիսական արարողություններից կազմակերպվում են ցուցահանդեսներ, համերգներ, ազգային ավանդույթներով համեմված զանազան միջոցառումներ ու ծրագրեր։ Սուրբ Պատարագ կմատուցվի միայն Սուրբ Սարգսի անունը կրող եկեղեցիներում, որոնք Արարատյան թեմում 3-ն են՝ առաջնորդանիստը, Նոր-Նորքի Սուրբ Սարգիսը եւ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցին։ Պատարագից հետո կլինի օրհնության կարգ եւ մինչեւ գիշերվա ժամը 10-ը Սուրբ Սարգիս անունը կրող եկեղեցիները բաց կլինեն, բոլոր ցանկացողները կարող են գալ օրհնություն ստանալ։ Ամենայն հայոց հայրապետի տնօրինությամբ Սուրբ Սարգսի աչը օրհնություն բաշխելու նպատակով կբերվի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի եւ այնտեղ կմնա մինչեւ երեկոյան ժամերգությունը։ Այդ օրը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարանից դուրս կբերվի նաեւ 17-րդ դարում Սուրբ Սարգիս եկեղեցում ընդօրինակված ավետարանը, որը պատարագի ողջ ընթացքում կլինի խորանի վրա։ Արարատյան հայրապետական թեմը ամեն տարի զորամասերում մեծ նոնախմբություններ է կազմակերպում, իսկ այս տարի առաջին անգամ բանակի 25-ամյակի հիմնադրման առիթով Նավասարդ Սրբազանը որոշել է պարգևատրել լավագույն զինվորներին, նրանք, ովքեր առաջին գծում հերոսաբար կռվում են թշնամու դեմ եւ այդ զինվորները այս տարի հրավիրված են մասնակցելու պատարագի, օրհնություն կստանան, այնուհետեւ արդեն առաջնորդային դահլիճում իրանց մեծարման միջոցառում կկազմակերպվի։ Տեր Եսայի Քահանա Արթենյանը նշում է, որ տարեց տարի Սուրբ Սարգսի տոնին ավելի ու ավելի մեծ եռանդով են մասնակցում հատկապես երիտասարդները։ Եթե տարիներ առաջ այս տոնին երիտասարդները միայն մասնակից էին, ապա այսօր արդեն նախաձեռնող են։ Սուրբ Սարգսի տոնական ժամանակացույցը տեղադրված է նաև kahana.am կայքում։ Մարինե Քոչարյան, Արթուր Մանուչարյան, եկեղեցական կյանք։